Հովիվ Էմիլ, Նունե ջան, շատ շնորհակալ ենք ձեզանից, այս մեծ պատվի համար, այս արտոնության համար իրականում մենք օրհնված ենք։ Ոչ միայն ստեղ լինելով, այլ նաև Հայաստանում լսելով ձեր արած աշխատանքը, ծառայությունը տեսնելով սոցցանցերի միջոցով ուղղակի հիանում ենք, որ կա Եվրոպայում եկեղեցիներ, sense տարբեր քաղաքներում, որ տեսնում ես ու հասկանում ես, որ ես քո ընտանիքն է։ Տեսնում ես ու հասկանում ես, որ սա ուղղակի ինչ-որ եկեղեցի է, գիտեք, աշխարհում կան շատ եկեղեցիներ, բայց չես կարող բոլոր, մենք հասկանում ենք, որ սա ընդհանուր մի ընտանիք է, բայց դու հասկանում ես մի բան, որ էսի քո սրտի կտորն է, դու մի մասնիկն ես։ Եվ դրա համար շատ շնորհակալ ենք ձեզ, այս նման հնարավորության համար, սա պատիվ է մեզ համար ուղղակի լինել այստեղ ձեր արած աշխատանքի մեջ, այնպես որ թող օրհնված լինի ձեր կյանքի ամեն օր, ամեն վայրկյանը։ Ինչպես որ Հիսուսի մասին գրված է Եսայի մարգարեության մեջ, որ ասում է եւ նա իր աշխատանքի պտուղը կտենա ու կկշտանա, ձեր աշխատանքի պտուղը տենակ, կշտանակ, ձեր կյանքի օրերը լցված լինեն ուրախություններով, տրտմություններով, թող ձեր առաջին բոլոր խորթուբորտ բաները ուղիղ դառնա, դժվարները հեշտ լինեն, չեղածնել եղածի պես լինի ձեր կյանքում Հիսուսի անունով։ Ամեն, փառք Աստծուն, հրաշալի օր է այսօր, եւ ես իմ սրտում մի խոսք ունեմ, որի մասին ուզում եմ խոսամ։ Ես ընդհանրապես միշտ Հովիվ Էմիլի հետ գալուց էլ խոսում ենք եւ ես պատրաստվում եմ այսպես։ Չեմ ուզում քարոզեմ մի բան, ինչ որ ես զգում եմ, որ ինչ լավն է, իմ մոտ այսի լավ ստացվել է Երևանում, այս խոսքը լավ պտուղաբեր է Երևանում կամ մեկ ուրիշ վայրում, այ հիմա դա կքարոզեմ։ Միշտ տեղ եմ տալիս Սուրբ Հոգուն, տեսնեմ ինչ է ուզում Սուրբ Հոգին։ Որովհետև ես գիտակցում եմ, որ եկեղեցին դա իմը չի, դա ոչ մեկինը չի, դա Քրիստոսի եկեղեցին է, եւ Հիսուսը խոսում է Հովհաննեսի ավետարանի մեջ եւ ասում է ով է այն իմաստուն եւ հավատարիմ տնտեսը, որ իր կերակուր իր ժողովրդին տալիս է ճիշտ ժամանակին։ Գիտեք, մենք պետք է հասկանանք, որ կա կերակուր, որ Տերը պատրաստել է, որպեսզի մենք օգտվենք այդ կերակուրից, եւ կան կերակուրներ, որ այդքան էլ օրինակ երիտասարդները չեն սիրում առողջ կերակուր ուտեն, սիրում են ուտեն անկարգ բաներ, բայց երբ որ գալիս են տուն, մաման միշտ օգտակար կերակուր է պատրաստում։ Եվ անկախ նրանից իրանք ուզում են, թե չէ պետք է ուտեն դա, որտեվ փորձվեն չուտեն։ Ոնց կարան մամայի պատրաստածը չուտեն, չէ՞։ Ու նույնպես նայեք, գիտեք, միշտ չի որ կարան քարոզները մեր մարմնին, մեր շնչին հաճելի լինեն, բայց միշտ Աստծո հոգով ներշնչված քարոզները օգտակար է լինում մեզ։ Այն ինչ որ Աստված պատրաստում է։ Եվ այսօր ես ուզում եմ խոսամ մի հատկանիշի մասին, որը շատ թանկ է Աստծո աչքերի առաջին։ Գիտեք, Աննան մի փոքր անդրադարձավ դրան, աշխարհը ինքը փնտրում է նման մարդիկ, բոլորն են փնտրում։ Խոսքս հավատարմության մասին է։ Եվ աշխարհը ինքը փնտրում է հավատարիմ մարդկանց, բայց ասեմ աշխարհը չի գնահատում հավատարիմ մարդկանց։ Ես աշխատում եմ մի հիմնարկությունում, իտալական մի հիմնարկություն էր Երևանում, գիտեք, ապաշխարել եմ երևակայ, երբ որ ընդունվել եմ այդ հիմնարկում 21 տարեկան եմ եղել, երբ որ այդտեղ ընդունվել եմ աշխատանքի, 19 տարի աշխատել եմ այդ հիմնարկությունում։ Եվ գիտեք ինչն էր հետաքրքիր, երբ որ ընդունվեցի, ես այն ժամանակ աշխարհիկ էի եւ ամեն չթույլատրված բան անում էի, ինչ որ ինձ ասում են չի կարելի, իրանց ինադու անում էի, որ ես իրանց ապացուցեմ, որ այդ ձեզ չի կարելի, ինձ կարելի է։ Եվ գիտեք, երբ որ ապաշխարեցի, փառք Աստծուն, որ շատ շուտ ապաշխարեցի, մի տարի հետո ապաշխարեցի, եւ հետո էլ չի անում այն ինչը որ ինձ չի կարելի անել։ Եվ գիտեք, կային մարդիկ իմ կողքը, որ անում էին ամեն բան, ինչ չի կարելի, չէր կարելի օրինակի համար այդ մեծ դաշինարարական ընկերություններ եւ Հայաստանում ամենամեծ շինարարություններն են անում պետական մակարդակով։ Օրինակ, շինանյութ գողանալ, տանել իրանց տուն, իրենք այդ իրանց սովորական էր, ոնց կարանք չգողանանք։ Ոնց կարանք չգողանանք մենք էլ տուն ունենք, ոնց կարանք չծախենք, խո մեր աշխատավարձի հույսին չենք նստելու, կողքից պետքա մի բան ունենք, թե չէ։ Ես որոշել եմ, որ չեմ գողանալու, որովհետև ուխտուն էի Աստծո հետ։ Ես գիտեի, որ դա Աստծուն դեմ է, Աստծո պատվիրաններին դեմ է եւ չէի գողանում։ Գիտեք, հավատարիմ աշխատում էի։ Ղեկավարներից հասցեին ոչ մի հայհոյանք, ոչ մի վատ խոսք չի ասում։ Կային մարդիկ, որոնք որ ինչ ասես ասում են,
Եվ գիտեք ինչ էր տեղի ունենում։ Երբ որ գալիս էր հասնում էր հերթը, որ պիտի մեկին բարձրացնեն, ընտրում էին այդ մարդկանց։ Ասում էին, սա լավ աշխատող է։ Ես չեմ կարող գնամ իրանց ասեմ, գիտես ինչ, սա գող է, որտեվ գողանում է։ Աշխարհը չի ընդունում դա։ Եվ ես էլ մեծացել եմ հենց այդպես մտածելակերպով, որ չի կարելի գնալ մեկի համար մեկին բողոքել, ոնց որ խաբար տարես անել են անել։ Ես չեմ կարող ասեմ, որ լսի, ինչքան էլ իմ հետ մտերմություն էին անում, գալիս էին իմ մոտ ուզում էին, որ ես աղոթեմ իրանց համար։ Ասում են, մի հատ հարց կա, խնդիր կա, իմ ղեկավարները աղոթում ենք, բայց գիտես, երբ որ հերթը հասնում էր բարձրացնում են այն մարդկանց, ովքեր իրանց հայհոյում են, ովքեր իրանցից գողանում են, այսինքն ասում են լավ աշխատողներ։ Ու իմ համար պարադոքս է, ոնց կարա sense բան լինի։ Ոնց կարա sense բան լինի։ Գիտեք, բայց ինչն է հետաքրքիր, որ 19 տարի հավատարիմ աշխատեցի իրանց հետ, իրանց կամպանիայում, եւ եկավ հասավ մի ընթացք, որ իմ պատասխանատվությունը Տերը բարձրացրեց իհարկե, բարձրացրեց եւ մեծ պատասխանատվություն տվեց թե մարդկանց վրա, թե ընդհանուր ապրանքների վրա, որ մի քանի միլիոն դոլարի պատասխանատվություն կար իմ ձեռքերի մեջ, որ ես կարայի օգտվել ոչ մեկ էլ չիմանային, բայց երբ որ եկավ հասավ մի ժամանակ, որ մենք տուն գնացինք, սեփական տուն գնացինք եւ վերանորոգման ժամանակներ եկա, գիտեք, այդ ֆիրմայի տնօրեններից մեկը մոտեցավ, ասեց մեքենան կանգնացնում ես, մեծ մեքենա, ինչ քեզ պետքա քո տան շինարարության համար, ամենը լցնում ես եւ տանում ես տուն, դա քո վարձատրությունն է։ Գիտեք, ես sense նայում եմ, ասում եմ իրոք, ասում եմ այո, ասում եմ ամենաթանկ ու ամենալավ բաներից, գրանիտներից, բռնած ամեն ինչից վերջացած, դու էսի քոնն է, մենք քեզ տալիս ենք սա։ Ու երբ որ ես նայում եմ, ես ասում եմ Տեր, միևնույն է, թեկուզ աշխարհը չի գնահատում, չի հասկանում, բայց դու գնահատում ես, դա շատ թանկ է քո առաջ։ Հավատարմությունը դա շատ արժեք է Տիրոջ աչքերի առաջ։ Գիտեք, ես sense ուզում եմ անցնեմ, նայեք, Առակաց 20-րդ գլուխ 6-րդ խոսքն եմ ուզում բացեմ։ Սողոմոն իմաստուն է հետաքրքիր մի բան է գրում։ 20-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Ասում է շատ մարդ հրատարակում է մարդու բարերարությունը, բայց հավատարիմ մարդ ով կգտնի։ Նայեք, երկու բան, գիտեք, բարերարություն եւ հավատարմություն։ Թվում է թե նա որ sense բարերարություն անում, սաղին ցուցադրելու համար, ստեղ ընդեղ հրատարակելու, որ գիտես, ես էս եմ արել, ես այն եմ արել, ես այն եմ արել, ու մյուս կողմից ասում է, բայց ով կգտնի։ Երբ որ կարդում ես, մտածում ես, որ դուրում հավատարիմ մարդ է, տես ինչ լավ գործ անում, գնում, անում, այս անում, այն անում, բայց Աստված էս երկու բանի մեջ դնում է։ Ասում է, ով կգտնի, սա հարց է։ Հավատարմությունը, որովհետև հավատարմությունը, գիտեք, ինքը մի բան է, որ կապ չունի լինելու հետ։ Այն կախված է մեր վարքի, մեր գործողությունների, մեր մոտեցման, մեր վերաբերմունքի հետ։ Գիտեք, մենք կարանք լինենք եկեղեցում, մենք կարանք լինենք ընտանիքում, մենք կարանք լինենք աշխատանքի մեր վայրում, տարիներ աշխատենք, բայց այդ միևնույն ժամանակ հավատարիմ չլինենք։ Մենք կարանք ասենք, դե գիտես, ես այսքան ժամանակ ստեղ եմ, իրանց կողքն եմ, իրանց հետ եմ, բայց գիտես, Աստված գնահատում է ոչ միայն լինելը, այլ նաև այդ հատկանիշը, որ մենք ցուցաբերում ենք։ Գիտեք, օրինակ ինքը ունի հատկանիշներ, օրինակ Աստծո հավատարմությունը ո՞նց է դրսևորվում ինձ ու քեզ։ Աստված հավատարիմ է, համաձայն ես։ Նայ, ով կա, որ համաձայն չի, որ Աստված հավատարիմ է։ Նայեք, ոչ մեկ չկա, մենք բոլորս համաձայն ենք, որ Աստված ինքը հավատարիմ Աստված է։ Նայեք, 2 Տիմոթեոս 2-րդ գլուխ 13-րդ խոսքը ասում է հավատարիմ է Աստված, անգամ եթե մենք անհավատարիմ գտնվենք, ասում է միևնույնն է, նա հավատարիմ է, որովհետև նա ինքը իրեն չի կարող, ասում է ջնջել։ Այսինքն սա Աստծո էությունն է, ոնց որ գրված է, որ Աստված սեր է, եւ մենք շատ անգամ ասում ենք Աստված սեր է, Աստված սեր է, եւ շատ անգամներ գիտեք ինչ ենք անում, ասում ենք Աստված սեր է, ես ինչ անեմ ինքը ինձ կների, եւ փորձում ենք մանիպուլացնել ու արդարացնել մեր արած սխալ վարքը, սխալ գործերը, սխալ ընթացքը, այն սխալները, որոնք ոչ թե ուղակի մենք ընկել ենք, այլ դա սովորություն ենք դարձրել մեր կյանքերում եւ ապրում ենք դրա մեջ։ Ու չենք էլ ուզում ազատվենք, չենք էլ ուզում հրաժարվենք, գիտեք ինչ ենք ասում ենք, Աստված սեր է, ինքը ինձ սիրում է, այնց ոնց որ ես կամ։ Գիտեք մեր հովվարտուրը մի հատ լավ բան ասում է, դա սուտ է։
Աստված մեզ չի սիրում այնպես ինչպես մենք կանք, Աստված մեզ սիրում անեց ոնց որ ինքը ստեղծել է մեզ։ Իսկ Աստված մեզ չի ստեղծել մեր այդ մեղքերով բաներով։ Նա գիտեք այնքան կարևոր է որ մենք հասկանանք որ այս հատկանիշները ունեն դրսևորումներ։ Նայեք, երկրորդ օրինակ 7:9 Աստված ասում է քո Աստվածն է հավատարիմ Աստված, որ ուխտ ու ողորմություն ապահում, ասում է քեզանից հետո միջև 1000 ազգ։ Այսինքն Աստծո հավատարմությունը դրսևորում ունի, գործերով երևում է, ցույց է տալիս։ Որն է Աստծո հավատարմությունը։ Նայեք, Փիլիպպեցիս թղթում ասում է եւ հավատարիմ է Աստված, որ այն բարի գործը որ սկսել է ձեզան միջև վերջ կվերջացնի։ Այսինքն տեսնում ենք Աստծո հավատարմությունը սրանով է դրսևորում, որ այն ինչ որ ինքը սկսում է վերջացնում է, կեսա չի թողում։ Կեսից չի ասում։ Դու ինձ զզվացրիր, ել քո հավեսը չունեմ։ Գնա ինչ ուզում ես արա, ես կգնամ իմ գործերով։ Այդքան քեզ ասում եմ, մեկը քո գլխի մեջ չի մտնում, որ չի կարելի տենց անել։ Մեկը դու էլի շարունակում ես, վերջ, գնա։ Նայ, քեզ ասում եմ, այն ինչ որ սկսել եմ միջև վերջ հասցնում եմ։ Հեսուի գրքում, գիտեք ինչա գրած, նայեք, Հեսու 21-րդ գլուխ 42-ից 45-րդ խոսքերը։ Ասում եմ, եւ այն ամենը, ինչ որ Աստված ասել էր Մովսեսին Իսրայել ժողովրդի համար, ասում եմ, ամենը կատարվեց, մի բան չմնաց։ Այսինքն, այս Աստծո հավատարմությունն է, որը դրսևորվում է, որ Աստված ինչ որ սկսում է, նա վերջացնում է, եւ ինչ որ ասում է, նա անում է։ Նա անում է։ Հիմա, նայեք, սա շատ թանկ արժեք է Աստծո առաջին, թեկուզ աշխարհը այդքան էլ չի ընդունում, ուզում է, որ մարդիկ հավատարիմ լինեն, բայց չի գնահատում հավատարիմներին։ Ինքը չի գնահատում։ Որտեվ աշխարհը չունի տեսողություն, նրանց աչքերը փակ է ճշմարտությունից։ Դա իմ ու քո աչքերն է բաց ճշմարտությունից։ Բայց մեր կյանքը հենց սրանով է օրինակ, որ մենք չենք ապրում մարդկանց ցույց տալու, մեր կյանքը Աստծո առաջ է։ Իմ ու Հովի փոխհարաբերությունը ոչ թե դա մեր առաջ է, առաջերտին դա Աստծո առաջ է։ Որտեվ Տերը գիտի եւ քննում է մեր սրտերը։ Նոր հետո սա մեր համար է։ Գիտեք, Մայր Թերեզան իր թեզիսներից 10 թեզիսներից մեկում այսպիսի բան է գրում, որ գիտեք մարդիկ կլինեն այսպես, ասում է ներեք նրանց, սիրեք նրանց, կքանդեն ձեր արած գործը, կառուցեք եւ ամենավերջում ասում է եւ դուք ի վերջո կհասկանաք, որ սա տեղի է ունեցել ձեր եւ Աստծո միջեւ։ Մեր ու Աստծո միջեւ։ Եթե մենք մարդկանցից տեսնվելու համար ենք ուզում ապրենք, ցույց տանք, որ տեսեք, ես սենց եմ, ես հավատարիմ եմ, ես կանգնած եմ, բայց քո ներսում դու դեմ ես։ Քո ներսում դու բունտ ունես, քո ներսում անհամաձայնություն կա։ Գիտեք, կան շատ բաներ, որ կարանք տարակարծիք լինենք։ Մտածենք ուրիշ ձև, դա նորմալ է։ Հարցերին մենք չնայենք սենց, բայց այ ընթացքին, մոտեցմանը, գործերին, որ արդեն դա գալիս է նրան, որ երբ որ դու տեսնում ես, որ քո կողքինը չի մտածում ունես, ոնց որ դու ես մտածում, ու ինքը դա վերածվում է քո ներսում ատելության իր նկատմամբ։ Սա արդեն լուրջ խնդիր է։ Սա արդեն լուրջ խնդիր է ու մենք չենք կարա։ Աստծո խոսքն ասում է, միթե կարաս մեկ էլ ճանապարհ գնաս, եթե համաձայնված չլինես։ Եվ մենք տեսնում ենք, որ չկա այստեղ ոչ մի ընթացք գնալու։ Եվ նայում ենք մի բան, որ տեսնում ենք, գիտեք, շատ անգամ մարդիկ հենց այսպես ինչ են անում։ Իրանք մտածում են, որ իրանք կան, գալիս են եկեղեցի, այտենց մարդիկ տարիներով գալիս են եկեղեցի, գալիս են, գնում են, ու իրանք մտածում են, որ իրանք հավատարիմ եկան եկեղեցի, գնացին, բայց միևնույնն է իրանց չտեսան, իրանց չնկատեցին, բայց Աստված ամեն բան գիտի։ Ես ուզում եմ միտեղ կարդամ Սաղմոս 78-ը։ Մենք տեսանք, որ Աստված ինքը հավատարիմ է, իր ամեն ինչի մեջ, իր ասացների մեջ, իր արածների մեջ, իր խոսք տվածների մեջ, որ Աստծո կողմից ոչ մի խնդիր չկա։ Երբ որ Աստված մի բան խոսք է տալիս ու դու նայում ես, ասում ես, բայ իմ կյանքում չկա, սա չի երևում, ինչի չի երևում, այսինքն այդ կողմից ոչ թե Աստծո մոտ է խնդիրը, այլ մեր մեջ է։ Մենք պետք է հասկանանք, ինչը մենք նենց չենք անում, որ դա չի լինում մեր կյանքում։ Եվ տեսեք, այստեղ Սաղմոս 78-րդ գլխում հետաքրքիր մի նկարագիր է տալիս Իսրայել ժողովրդի հետ կապված։ Նայեք, Իսրայել ժողովուրդը այն ժողովուրդն է, որ փոքրուց գիտեին Աստծո խոսքը, սովորում էին, իրան գիտեին Տիրոջ գրվածքները, ընդունում էին Աստծուն իրանց կյանքում որպես Տեր, ու նայեք, այստեղ հետաքրքիր բան է ասում։ 35-րդ խոսքից, ասում է, եւ հիշում էին
թե Աստված իրանց վեմն է։ Այսինքն չեն մոռացել, չեն ժխտում Աստծուն, ընդունում էին Աստծուն որպես իրանց վեմ, ասում է եւ բարձրալ Աստված իրանց փրկիչն է։ Հիսուս դու մեր Տերն ես, դու մեր փրկիչն ես, մենք ընդունում ենք, որ դու ես մեր փրկիչը, դու ես այն ամեն ինչ որ մեր կյանքում պետք է, մատակարարում բան, ամեն բան։ Նայեք, ու շարունակությունը։ Ասում է, բայց միևնույն ժամանակ նա ասում է կեղծավորություն էին անում։ Նրանց ասում է իրանց բերանով։ Տեսեք, եւ իրանց ասում է լեզվով սուտ էին խոսում նրան։ Եվ նրանց սիրտը ուղիղ չէր նրա հետ, եւ հավատարիմ չէին նրա ուխտի մեջ։ Հիմա նայեք, ժողովուրդը կար, որոնք որ Հիսուսին ընդունում էին, Հիսուսին դավանում էին, իրանց Տեր ու Փրկիչ, չէ, Աստծուն, բայց ասում է կեղծավորություն կար սրտների մեջ։ Աստծուն սուտ էին խոսում։ Ասում է ու հավատարիմ չէ իրանց սիրտը, այն ուխտի մեջ, որ գնում է, որ շարժվում է։ Գիտեք, հավատարմությունը դա մի բան է, որը որ երևում է մեր գործերով, երևում է մեր խոսքերով, երևում է մեր ընթացքով։ Գիտեք, այն ծնվում է ներսից։ Եթե Աստծո համար դա նրա էությունն է հավատարիմ լինելու, ապա սա պետք է մեր ընտրությունը լինի, լինենք հավատարիմ։ Մենք ընտրենք հավատարիմ լինել։ Գիտեք, հավատարիմ մարդիկ ունեն որոշակի վարքագիծ, չհավատարիմ մարդիկ, անհավատարիմ մարդիկ էլ ունեն։ Գիտեք, ես ուզում եմ օրինակ վերցնեմ։ Հովսեփի կյանքը որտեղից սկսվավ։ Գիտեք, ամբողջ հարցը նրանից էր, որ Հովսեփը երազ տեսավ։ Եվ մի պատմուճան, պապան հագցրեց մի հատ պատմուճան, որը բոլորին գրգռեց իր աղբերներին։ Եվ աղբերները մտածեցին, որ ինքը այդքան էլ արժան չի, որ իրան հագցնեն, այս պատմուճանը։ Մեզ թողած իրան են հագցնում։ Տեսան հոր վերաբերմունքը փոքրի նկատմամբ ուշադրությունը եւ սկսին սրտներում ինչ-որ բան ունենալ։ Նայեք հայտնության երկրորդ գլուխ 10-րդ խոսքը հետաքրքիր մի բան է ասում Աստված։ Եկեղեցուն ասում է հավատարիմ մնա միջև վերջ եւ քեզ միջև հիմա, ասում է եւ քեզ կյանքի ծառից ուտել կտամ։ Գիտեք, այսինքն սա մի բան է, որ կարող է ինչ-որ ժամանակ, ինչ-որ ընթացք մենք հավատարիմ քայլենք։ Բայց սա մի բան է, որ միգուցե ճանապարհի կեսին կորցնենք։ Բայց Աստված ասում է միջև վերջ։ Հավատարիմ մնա միջև վերջ։ Այսօր աշխարհը ուզում է տեսնի արտաքին դրսևորումներ։ Անկամ քրիստոնյաները ուզում են տեսնեն, գիտես, ազատագրումներ, ուզում են տեսնեն ճչացող վկայություններ, հրաշքներ, բժշկություններ, սա ու թվում է թե ամբողջը կենտրոնանում է արտաքին դրսևորումների վրա, որ sense դրսևորումներ լինի։ Բայց գիտեք հետաքրքիրը որն է։ Աստված ուզում է, որ մեր մեջ գա իր էության նկարագիրը։ Գա իր էության զորությունը, որը Սուրբ Հոգին կարա ձևավորի եւ կերտի մեր մեջ այդ էությունը։ Դավիթ թագավորը գիտեք ասում է ես տեսնում եմ իմ ցավը, իմ դժվարությունը, իմ նեղությունը, բայց ասում է ոչ մի բան չեմ կարող անեմ, սա Աստծո գործն է փոխելը։ Աստծո գործն է փոխելը։ Գիտեք շատ բաներ կան, ինչի հետ մենք կարանք համաձայն չլինենք ընդհանրապես, որ սա սենսա, բայց մեր գործը չի որոշենք, որը ոնց պետքա լինի։ Աստծո խոսքն ասում է, որ Աստված իր տան մեջ դրեց մարդկանց մարգարեներ, հովիվներ, առաքյալներ, վարդապետներ եւ ավետարանիչներ եւ շարունակում ասում է Աստծո տան շինության եւ սուրբերի կատարելության համար։ Այսինքն դա վերաբերում է նաեւ ինձ ու քեզ։ Բայց երբ կարա լինի, երբ որ այդ պարգևը կպնի ու մեր կյանքը կատարյալ անի Աստծո առաջ։ Երբ որ մենք ոչ թե քննադատի կամ դատավորի կեցվածք վերցնենք, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, այլ մենք հավատարիմ մարդու կեցվածք վերցնենք, որը Քրիստոսը բերեց։ Ու այդ ժամանակ գիտես այդ պարգևը կկպնի մեր կյանքին։ Ու կգա փոփոխություն, կգա կատարելություն, կգա զորություն, բայց քանի դեռ մենք կանգնած ենք sense, որ այս դիրքի վրա, որ գիտես, մենք ավելի լավ ենք անում այս գործը, քան նա, գիտես դա արգելք է։ Ես մեր Երևանի երիտասարդական փառաբանության խմբի երեխեքին, մեր երիտասարդներին
մի օր հավաքեցի մի քանի տարի առաջ եւ մի բան ասեցի իրանց։ Աստծուն ընդհանրապես չի հետաքրքրում դու գիտարը աջ ձեռով ես նվագում, թե ձախ ձեռով։ Աստծուն ընդհանրապես չի հետաքրքրում դու ավարտել ես կոնսերվատորիան, թե ինչը։ Եթե դու չես կարող երկնքին կպնես ու երկինքը իջացնես ներքև, ուրեմն այդ քո սաղ իմացածը 0 է։ Այդ քո սաղ իմացածը ոչ մի բան է։ Մի մարդ մի քաղաքից ուզում անցնի մյուս քաղաք եւ այդ անցնելու համար պետքա նավակով անցնի։ Եվ գալիս է նավավարի մոտ, այդ փոքր այդ լոդկայի մոտ եւ այդ մարդուն ասում է կանցկացնես ինձ ես մի ափից այն մյուս ափ։ Եվ այս մարդն ասում է սիրով կանցկացնեմ։ Նստում է այս նավակի մեջ, որ անցնի, եւ ճանապարհին այդ մարդը, որ ուզում անցնի, ֆիզիկոս է լինում։ Հարցնում է այս նավավարին, ասում է. դու գիտես ֆիզիկայի որ օրենքի համաձայն է, որ այս նավակը չի սուզվում ջրի մեջ։ Ինքը մնում է ջրի վրա։ Այս նավավարը ասում է, չգիտեմ։ Ասում է, ոնց դու նավավար ես, այսքան ժամանակ մարդկանց տեղափոխում ես, մարդկանց կյանքերի հետ գործ ունես, դու չգիտես, ասում է, ասում է, ես չգիտեմ։ Ասում է, լավ։ Ասում է, գիտես, ասում է, լավ, գոնե դու ես ջրի բաղադրությունը գիտես, ասում է, էդ էլ չգիտեմ։ Եվ ասում է, այս նավավարը պատտվում էս մարդուն, ասում է, լավ, մի հարց է ես քեզ տամ։ Ասում է, ասա։ Ասում է, դու լողալ գիտես։ Ասում է, չգիտեմ։ Ասում է, ուրեմն դու մնացիր ստե, որտեղ նավակը ծակվել է, ջուր ա լցվում, ես գնացի։ Գիտեք, կապ չունի մենք ինչ գիտենք։ Կապ չունի մենք սովորենք, էսի սենց անենք, թե նենց անենք, բայց եթե մենք չենք կարող կպնենք երկնքին, եթե ընդդեից այդ պարզ ջրերը չի գալիս, մենք չենք դառնում այն անոթը, որ Տերը կարա մեզանով կպնի մարդկանց կյանքերին փոփոխություն բերի, հրաշք լինի, ազատագրում բերի, ուրեմն մենք ոչ մի բան էլ չգիտենք։ Ու գիտես, ես քեզ ասեմ, երբ որ ես հավաքեցի երիտասարդներին ու ասեցի, լսեք, Աստծուն պետք չի, ես էլ չեմ ուզում։ Մենք եկեղեցին դա շոուի վայր չի։ Եկեղեցին դա ընտանիք է։ Եվ ընտանիքի մեջ պետքա լինի անկեղծություն, պետքա լինի սեր, սրտանց մեկը մյուսին ծառայություն։ Եվ մենք պետքա հասկանանք, որ մենք չենք կանգնում այստեղ մեր անձերը ցույց տալու։ Այն ունի նպատակ։ Քրիստոսը իր եկեղեցին ստեղծեց, ասում է, որ կաղը, կույրը մտնեն այնտեղ եւ չգլորվեն, ասում այլ բժշկություն ստանան։ Եթե մարդիկ գալիս են ստեղ, տեսնում են միայն լավ ներկայացում, լավ շոու։ Տարիներ առաջ էր, երբ որ մեր եկեղեցին հետ մեծ մյուզիկլ դրեց, եւ սա ամբողջ, գիտես, Երևանը, Հայաստանը խառնել էր իրար, թնդում էր, որ ինչ ուժեղ բան եք դրել։ Եվ իրականում մարդկանց կյանքեր փոխվան, վկայություններ եղան, ապաշխարություններ եղան, եւ երբ որ վերջում թիմը հավաքվել էր եւ հովվեն քննարկում էին, դա շատ տարիներ առաջ էր, գիտես ոնց էր, ինչ էր եւ ուզում էինք ոնց որ sense կիսվենք, եւ մի մարդ, որը պրոֆեսիոնալ դերասանուհի էր, որը մասնակցություն ուներ այդտեղ, կանգնեց ասեց, գիտեք ինչ ասեց, ամեն ինչ շատ վատ էր, էսի ստեղ սխալ արեց, այնտեղ սխալ արեց, բայց գիտես, այդ մարդու հայացքը ոչ թե այն պտղի վրա էր, որը մարդկանց կյանքում փոփոխություն բերեց, փրկություն բերեց, այլ իրանց տաղանդը ներկայացնելու վրա էր։ Եվ գիտես, նման էր, որ յուղի մեջ մի հատ ճանճ ընկներ ու փչացներ յուղագործի յուղը։ Գիտես, ինչքան վատ էր, այսօր շատերս գիտես, մեր հայացքը ուղում ենք մեր տաղանդների վրա, որը Տերն է տալիս։ Ու գիտես, ճիշտ սիրտ չունենալու պատճառով մեր տաղանդը չի կարող ծառայել Աստծուն իր փառքի համար։ Հիմա ես չեմ ուզում կարդամ այդ տեղերը, բայց ուզում եմ անդրադառնամ, երբ որ Հիսուսը այդ առակի մեջ պատմում է, որ մի մարդ ասում է տաղանդները տվեց իր ծառաներին, գնաց ուրիշ երկիր, եւ հետո եկավ ծառաները ամեն մեկը իր հաշվետվությունը տվին։ Եվ գիտեք ինչն ասում է, ինչ ասում, երկու բան ասում է, բարի եւ հավատարիմ ծառա։ Իսկ այն մեկը գիտեք ինչ արեց, ասում է, ես վախեցա տարաթաքցրեցի, ոչ մի բան չէր, ասում է, դու չար եւ ծույլ ծառա ես։ Գիտեք, այսօր շատերը կենտրոնանում են տաղանդի վրա, բայց իրանց էության հենց այդ հավատարիմ լինելու այդ հատկանիշի վրա չեն կենտրոնանում, որ պետքա հավատարիմ լինեն։ Դուք մտածում եք Քրիստոսը չանցավ դրա մեջով։ Հիսուսը ինքը անցավ այդ ճանապարհով։
Ես քիչ հետո կարդամ, որ գրված է Հիսուսի մասին, որ ասում է նա հավատարիմ եղավ իր ուղարկողին։ Նա հավատարիմ եղավ Տիրոջը, ով իրան ուղարկել էր, հորը ասում է։ Դրա համար էլ Աստված ասում է մի անուն շնորհեց իրան ամեն անունից վեր եւ իր տան վրա դրեց որպես որդի, ոչ թե որպես ծառա։ Մովսեսին դրեց որպես ծառա, բայց Հիսուսին ասում է որպես որդի։ Գիտեք, այսօր այնքան կարևոր է մեր կյանքում այս ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որ մենք պետք է ունենանք հավատարիմ լինելը։ Եվ երբ որ նայում ես, գիտես, Հովսեփի կյանքին, գիտես, Ծննդոց 37-րդ գլուխը ուզում եմ որ բացենք։ 37-րդ գլուխ 18-րդ խոսքից եմ կարդում, ասում եմ, եւ 19-ից կարդամ, ասում եմ, եւ իրար ասեցին. ահա այն երազ տեսնողը գալիս է, եւ հիմա եկեք սպանենք նրան, եւ գուբերի մեկի մեջ գցենք նրան, եւ ասենք թե միջար գազան կերել է դրան, եւ տեսնենք նրա երազների հետ ինչ կլինի։ Նայեք, ինչ ասում եմ, եւ տեսան, որ աղբերը գալիս, ասում է դավաճանություն արին իրար ասելով։ Գիտեք, ես տեսնում եմ մի բան։ Եղբայրները, որոնք հավատարիմ չէին իրանց հոր հետ, չէին կիսում հոր տարբերակները, հոր ցանկությունը, չգիտեն հոր ցավը, հոր վիշտը, եւ նրանցից մեկը մենակ գիտեր ու հասկանում էր։ Ասում են լավ, եկեք չսպանենք, մեր շահ չկա, եկեք ծախենք։ Բայց գիտես ինչն էր տեղի ունենում։ Իրար մեջ ասում է դավաճանություն արին։ Դուր չեր եկե իրանց Հովսեփի պատմուճանը։ Դուր չեր եկե իրանց, գիտես այն երազները, որ իրանք տեսել են, այն խոսքը, որ Աստծուց կար։ Գիտեք, ինչքան ժամանակ կարա լինի մեր կյանքում, գանք եկեղեցի, եկեղեցում լինենք, մի բան տեսնենք անենց չի, հանկարծ։ Ինչ որ մի բան մեր սրտով չի, մեզ դուրս չի եկե, որ էսի սենց է։ Եվ ինչ ենք անում։ Մի անգամից գտնում ենք մեկին, ով մեր հետ համակարծիք է ու էփում, սկսում ենք խոսալ, դնել, վերցնել ու արդյունքում գիտես ինչ է լինում։ Դատ։ Այնքան ենք խոսում, այնքան ենք իրար սենց այս մեկին, էսի սենց է, այ որ էսի սենց լիներ, այ որ այնին էս լիներ, այ որ էս մի բանը սենց գնար։ Գիտես ու մեկ էլ խոսում ենք ու ասում դավաճանություն է տեղի ունենում։ Դավաճանություն է տեղի ունենում ու վերջում բռնում ենք ու սկսում ենք ծախել։ Ծախել են մարդկանց, որոնց համար Քրիստոսը գին է վճարել։ Բայց մյուս կողմից գիտես նայում ես Դավթի կյանքը։ Անարգված, մերժված մի պատանի, որ հոր կողմից էլ, ախպերների կողմից էլ, անարգված մեկն էր։ Անկամ երբ որ մարգարեն գալիս է, որ պետքա օծի, առանց իմանալու ում պետքա օծի, բոլորը հեսեն իր բոլոր տղեկին կանչում, Դավիթ իսկի չեն է կանչում։ Ասում են, էս իր տեղը չի, թող գնա ինքը գառներին արածացնի։ Բայց մարգարեն ես տեսնում եմ այս որդուն, ասում եմ, այ էսի է, բոյո, բուսաթով ամեն ինչը տեղնա, վсё, բայց Աստված ասում է, ես իրան անարգել եմ։ Ես իրան անարգել եմ։ Իսկ մենք գիտենք ում է անարգում Աստված, ասում է հպարտներին։ Այսինքն աղբերը հպարտությամբ լցված մարգարեի աչքին է անգամ ընտիր երևում։ Բայց Աստված ասում է, ոչ, անարգել եմ ես իրան։ Եվ վերջում ասում եմ, լավ, դու էլ ուրիշ երեխա չունես, գոնե մի տեղից մի բան չկա։ Ասում եմ, հա մեկը կա ընդ գառներին արած, ասում եմ, դրան եմ ուզում տենամ։ Դրան եմ ուզում տենամ։ Այդ պատերազմից անտեղյակ այդ մեկին եմ ուզում տենամ, ով որ չգիտի զենք, զրահ, ով որ չգիտի ոնց օգտագործի ինչ անի, այ հենց այդ մեկին եմ ուզում տենամ։ Ու հենց այդ մեկով էլ Իսրայելին փրկություն ա բերում։ Հենց այդ մեկով։ Դրա համար Աստված ինքը չի նայում մեր տաղանդներին, Աստված նայում է մեր սրտին։ Որտեվ տաղանդ տվողը ինքն է։ Սիրտը տուղի եղավ, ճիշտ եղավ, կտա տաղանդ։ Թեկուզ դու անտաղադ լինի։ Ես գիտեմ մեր հիմա Երևանում լիքը երեխեք կան, ես գիտեմ ձեր մեջ կան, որոնք իրանց կյանքում երաշտական գործիքը չեն իմացել ինչա, իրանց կյանքում իրանք ինչ որ մասնագիտություն չեն իմացել, բայց այդ մարդուն Աստված իրեն սրտի համար տվել է այդ պարգևը։ Ինքը կարում է նստի, էսանի, այնանի, տարբեր աշխատանքներ անի։ Ու այնքան կարևոր է, որ մենք հասկանանք մի բան, որ կան հատկանիշներ, ընդհանրապես հատկանիշները սրանք ամենակարևոր բաներն են, որոնք որ ձևավորում են մեր ընթացքը, մեր կյանքը, մեր շարժը։
Մենք կարանք նայենք արտաքին դրսևորումներին։ Բայց այդ դրսևորումները, գիտես, գալիս է ներսից։ Գալիս է ներսից։ Գիտեք, ատելությունը, երբ որ մարդու ներսում բարձրանում է ատելությունը, դա իսես մի օրվա մեջ է, կա ոչ։ Դա ներսում էփած բանի արդյունք է, որը հետո էլ մարդը չի կարող պահի։ Մի տեղից պետքա դուրս տա։ Ինչպես Աստծո խոսքը, որ ուսմա սրտի ավելցուկից շուրթերը կխոսան, հետո խոսալու է, որտեղ լցրել ենք դրանով։ Լցրել ենք։ Այն Հայաստանում կան տատիկներ, որ երբ նստում են, սկսում են սերիալից խոսալ։ Իմացար է սրա այս կինը, տեսար են մեկ ապրում են, խի որտեղ դրանով լցված են միշտ։ Բայց կան տատիկներ, որոնք որ ասեն, ավետարանով լցված են, չես կարա պլստաս իրանց ձեռից, հələ արի նստի։ Ես երբ որ ծառայում եմ Մրգաշեն գյուղում, ընտանիքում մի հատ այդպես տատիկ ունենք։ Այն ժամանակվա պաշտպանության նախարարը այդ գյուղից էր, կապ չուներ ինքը իր կորտեջով կանցնի, կայնացնում էր։ Հələ արի նստի։ Դու Հիսուսին հավատում ես, չէ՞, նախարարի, պաշտպանության իր ասա։ Ասում էր, ոսկո տատիկ, ոնց չեմ հավատում, դե նստի մի հատ քո համար աղոթեմ։ Բայց ինչ աղոթ էր, մի գլուխ չէր քարոզում, հետո չէր աղոթում, դե հիմա գնա, Սեյրան ջան։ Ճամփում էր ու բոլորին, քեզ որտեվ լցված էր դրանով։ Լցված էր Աստծո հոգով։ Հիմա մենք ինչով լցված ենք, դա էլ դուս է գալու։ Ու հավատարի մարդիկ, դրանք են մարդիկ են, որոնք ոչ թե սխալներ չեն տենում, դրանք այն մարդիկ են, որոնք ճիշտ վերաբերմունք կարող են ճիշտ վերաբերմունք դրսևորեն այդ տեսած սխալի հանդեպ, որոնք ոչ թե այդ սխալը վերցնում են դրոշակ են դարձնում ու գնում են ամենտեղ sense խփում են արդարության դրոշակը sense բարձրացնելով իրանց կարծիքով, այլ այդ մարդիկ հավատարիմ մնում են ու սկսում են ամեն ինչ անել, որ իրանց ներսի տաղանդը մաքրի, սրբի այն ծառայությունը, որ կատարվում է եկեղեցում Աստծո փառքի համար։ Սա հավատարմության նկարագիրն է։ Եվ հիմա տեսեք, բռնեցին մեկին, որը որ Աստծուց ուներ խոսք, ախպերներ իրար մեջ խոսացին, որտեղ իրանց դուրը չեր եկե։ Այդ պատմուճանը իրանց դուրը չեր եկե, երազները իրանց դուրը չեր եկե։ Ու ծախին, բայց Դավիթ թագավորը ինչ է անում։ Ասում է, երբ որ ես մնում եմ մենակ իմ անկողնու մեջ, ասում է, քննում եմ իմ կյանքը։ Սկսում եմ խորհել քո օրենքի վրա, ասում է, քո խոսքերի վրա, որ տեսնեմ արդյոք ես շեղվել եմ ճանապարհից եւ եթե անգամ շեղվել եմ, ասում է, թող քո հոգին ինձ բերի ճիշտ ճանապարհի մեջ կանգնեցնի։ Գիտես, երբ որ մենք մենակ ենք մնում, ու այդ ժամանակ երբ որ միտքը գալիս է, որ տեսար ես բանը ինչ էր, տեսար ես մեկը ոսենց արես, տեսար դու լավ բան առաջարկիր, քեզ չընդունեցին։ Այդ ժամանակ կարևոր է վերցնես ձեռքդ Աստծո խոսքը ու սկսես քեզ մաքրել Աստծո խոսքով, քեզ սրբել Աստծո խոսքով, քո սիրտը սրբել Աստծո խոսքով, դու ասես, որ ես հավատարիմ եմ մնալու միջև վերջ այնտեղ, որտեղ Տերը ինձ դրել է, որտեղ Տերը ինձ տնկել է։ Մեկ անգամ իմ կյանքում ծառայողական դժվար ընթացքի մեջով անցնում եմ, որ ամեն ինչ ասում էր, թող ամեն բան, թող։ Միտքս, մարմինս գոռում էր, բայց մի միտք, որ sense լույսի պես, ամեն ինչ հակառակ, բայց լույսի պես գիտես ինչ էր ասում, մի պոկի քեզ ընդեց, որտեղ Աստված քեզ դրել է։ Դա նույնն է, ոնց որ դու միտեղ ծառ դնես, ու հետո այդ ծառը որոշի, որ ինձ ստեղ դուր չի գալի։ Առավոտ հելնես տենաս այդ ծառը, հելը գնացել է հարևանի այգու մեջ է տնկվել։ Կամ էլ ասի, ես ստեղից էլ պտուղ կտամ։ Գիտես անհնար է, եթե Աստված քեզ դրել է ստեղ, ուրեմն Աստված գիտի ինչի համար է քեզ դրել ստեղ։ Ու ինքը հավատարիմ է, այն ինչ որ քո կյանքում սկսել է ավարտին հասցնելու։ Բայց ստեղ կա երկրորդ մասը, մենք ո՞նց ենք վերաբերվում դրան։ Մենք մնում ենք դրա մեջ, միգուցե Աստված քեզ դրել է հնոցի մեջ, որ շատ հաճախ մեր կյանքում լինում է, ու Եսայի մարգարեության մեջ, ես մարգարեի միջոցով ասում եմ, ոնց որ ոսկին են փորձում, ու արծաթն են ձուլում, ասում եմ, այտենց քեզ կփորձեմ նեղության հալոցի մեջ։ Միգուցե Տերը թույլ է տվել, որ դրանք կան, որտեղ այն ամեն բաները, ինչը որ մեր ներսում դրանք խանգարում են, Տերը մաքրի, տանի մեզանից, որ մենք կարենանք մեր անձերը խոնարհացնենք, կարենանք խնդրենք, որ այն ինչը որ Քրիստոսը անցավ ու ոնց որ ինքը անցավ, մենք էլ կարենանք տենց անցնենք։ Գիտեք, սա շատ կարևոր է։ Նայեք, Ղուկասի ավետարան 16-րդ գլուխ 10-րդ խոսքը։ Ասում է, փոքր բանի մեջ հավատարիմ լինողին Տերը շատերի վրա է դնում։ Տերը շատերի վրա է լինում։ Եթե մենք չգիտենք փոքր բաների մեջ մեզ հավատարիմ պահենք,
մեծ բաների մասին մի էլ մտածի, որ կունենաս։ Երբեք մի մտածի։ Հավատարմությունը դա կատարելության հետ կապ չունեցող բան է, ընդհանրապես։ Հավատարմությունը դա սրտի հետ կապ ունեցող բան է։ Դա մեր սրտերի հետ, մեր ներսի ընտրության, ցանկության, Աստծո խոսքը պահելու հետ կապ ունեցող բան է։ Ու Աստված փնտրում է հավատարիմ մարդկանց։ Ու Աստված ուզում է, որ մենք լինենք հավատարիմ Իրան, իր խոսքին, լինենք հավատարիմ մեր ընտանիքներում, լինենք հավատարիմ մեր եկեղեցում, մեր ծառայողների կողքը, մեր հովիվների կողքը նրանց ձեռքերը բարձրացնելով Աստծո արքայությունը, Աստծո գործը առաջ տանելու։ Գիտեք ամսի 9-ին, երբ որ երիտասարդական այս ծառայությունը պետք է լինի, մի խոսք կա սրտումս, որ հենց երիտասարդներին ուղղված, սա շատ ուժեղ խոսք է, ու այս խոսքը ես քարոզել եմ մեր կոնֆերանսներից մեկում երիտասարդական։ Դրա համար եթե դու ստեղ երիտասարդ ես, նստած ես, կամ գիտես երիտասարդներ, որոնք այսօր ստեղ չեն, ես հորդորում եմ ուղղակի քեզ, ամսի 9-ին անպայման ներկա եղիր, որտեվ ես տեսել եմ, որ այս խոսքը ոնց է պտուղ բերել Երևանում, ոնց է շատացրել, ու սա այն տարբերակը չի, որ ես սկզբից շեշտեցի, որ եթե Երևանում ստացվել է, ստեղել անեմ, սա այն է, ինչ որ Աստված ուզում է, որ ես սրա մասին խոսամ, կիսվեմ ու վերջում աղոթենք իրար հետ միասին, որ ամեն բան Աստծո ձեռքերի մեջ ճիշտ ուղով գնա։ Դրա համար սիրելիս, այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, որ ներսը այն ինչ որ չի երևում։ Աստծո խոսքն էլ ասում, որ դրանք հավիտենական են։ Երևացող բաներ ասում է, ժամանակավոր են, բայց չերևացող բաները հավիտենական բաներ են։ Ոնց կարամ ես նայեմ մեկին ու բնորոշում տամ, այս մարդը հավատարիմ է, թե չէ։ Միայն նրանով, որ ինքը միշտ եկեղեցում է։ Շատ լավ եկեղեցում է, բայց ինչ է անում։ Քամիներա ցանում, սխալ բաներա ցանում, թե եկեղեցում է, օգնում է Աստծո արքայության, Տիրոջ գործի մեջ, կառուցելու, քարաքարին դնելու, թեկուզ ինչ որ բաներ էլ իր սրտով չի հավանում։ Իմ ընտանիքում 3 երեխա կա։ Ամեն ինչ չի, որ իրանց սրտով է։ Կա բաներ, որ իրանց դուր չի գալիս։ Կա բաներ, որ իրանց դուր չի գալիս։ Երբեմն էս իմ երկրորդ տղեն, միջնեկ տղան մնում ասում է, երբ է իմ 18 տարեկանը լրանալու, ասում եմ ինչի, Անրի։ Ասում է, հավաքեմ վեշերս գնամ։ Մի բան, որ սրտով չի, ասում է, հավաքեմ ճամպրուկս գնամ ուրիշ տեղ ապրեմ։ Ասում եմ, ուր ես գնալու ապրես, սենց անում։ Կգնամ Հերուշիկենց տունը կապրեմ։ Հերմինեն մեր ֆինանսական ծառայության, մեր ֆինանսիստը, մեր գանձապահն է, իրանց հորքուրն է, սենց կգնամ իր հետ կապրեմ մենակ։ Այսինքն միտեղ, որտեղ իմ սաղ ուզածները կանեն, որտեղ ինձ արգելք չեն դնի, ես ինչ մտածում եմ, ասեմ, ոնց ուզում եմ անեմ, ազատություն։ Իսկ ստեղ ինքը տանն է։ Ինքը ծնողների աչքի առաջ է։ Ինքը գիտի, որ ոչ օգտակար բաները տան մեջ չեն անում։ Մենք արգելքներ ենք դնելու, մենք ասելու ենք սրան ոչ, մենք սրան ասելու ենք այո։ Եվ նույնպես եկեղեցում, սիրելիս։ Նույնպես եկեղեցում միգուցե քեզ մի բան ասեն ոչ, մի բան ասեն այո, եւ դա չպետք է որոշի մեր հավատարմությունը։ Դրանից չպետք է կախված լինի իմ ու քո հավատարիմ լինելը։ Իմ ու քո հավատարիմ լինելը պետք է կախված լինի Աստծո խոսքից։ Երբ որ Աստծո խոսքը քո համար արժեք ունի, այն դու քո ամեն ցանկություններից վեր ես դնում։ Գիտես Գաղատացիս թղթում Պողոս առաքյալը գրում է, ասում է, եւ նրանք, որ Քրիստոսինն են, իրենց անձերը խաչը հանեցին ցանկություններով եւ կիրքերով միասին։ Գիտեք, այսօր մի ամեն ինչ չի, որ կարա մեր սրտով, մեր ցանկությամբ լինի, բայց հավատարմությունը միշտ մեզ կտանի Աստծո սրտի մեջ։ Հավատարիմ ապրած մեր կյանքը րոպեն միշտ մեզ կտանի Աստծո սրտի մեջ։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք, սիրելիներս, որ Աստված գնահատում է հավատարմությունը, եւ ուզում եմ վերջի տեղը կարդամ Եբրայեցիս թուղթ։ Ես կխնդրեմ, եթե կարելի է, թող փառաբանությունը գա, նվագի, որտեղ մենք աղոթելու ենք իրար հետ միասին։
3 գլուխ։ Առաջի խոսքից, որ ուզում եմ կարդամ, Պողոս գրում է Եբրայեցիս թղթի հեղինակ, ասում է՝ ուստի սուրբ եղբայրներ եւ քույրեր։ Ես հավատում եմ, որ մենք այստեղ սուրբ եղբայրներով եւ քույրերով հավաքված ենք իրար հետ միասին եւ այս ուղերձը ինձ ու քեզ է վերաբերվում։ Ասում է երկնավոր կոչումին մասնակից եղած, ասում է մտիկ տվեք, այսինքն նայեք մեր դավանության առաքյալին եւ քահանայապետին Քրիստոս Հիսուսին, որ հավատարիմ է իրեն հաստատողին։ Ում է հավատարիմ? Հիսուսը, Աստծուն։ Ինչպես հավատարիմ եղավ Հիսուսը։ Գիտեք, ասում է, ահա գալիս եմ, այն ինչ որ գրած է, քո կամքը կատարելու ով իմ Աստված։ Այսօր իմ ու քո հավատարմությունը ինչով կարա դրսևորվի Աստծուն։ Երբ որ մենք պահում ենք Աստծո խոսքը, դրա համար գիտեք, այնպես չի, որ մենք գանք, լինենք, մարդիկ տենան, որ մենք ընդեղ ենք, սրանով պետքա որոշվի։ Բայց թե ինչ ենք մտածում, ոնց ենք շարժվում, ոնց ենք գործում, կա ստորգետնյա ջրեր, գիտեք, որ չեն երևում այդ ջրերը։ Բայց այդ ջրերը կան, իրան գնում են։ Նույնպես հոգևոր կյանքում։ Կան ջրեր, որ չի երևում, բայց սրանք գնում են տակից, մեր ներսից։ Ես ինչ ջրեր է։ Մեկ էլ տեսնում ես ինչ-որ ցեխա ջրեր է, որ շատացել են մեր կյանքում։ Էս նրա կյանքից, այն նրա կյանքից, այս իրավիճակից, այն իրավիճակից։ Այդ ջրերը վերջում քեզ ուզում են դուրս հանեն։ Ուզում են քեզ առանձնացնեն։ Գիտես սատանան ինչ նպատակ ունի քեզ կտրի տնից։ Իրա ձեռքը չի հասնում ստե քեզ։ Ինքը ուզում է քեզ ստեից կտրի, որ հեշտ հասանելի վայր լինես, որ դու եկեղեցուց կտրված լինես, որ ինչ ուզի քո կյանքում բերի, անի։ Ինչ ուզի անի։ Բայց Աստված այս վայրը ստեղծեց, եկեղեցին ստեղծեց, որ այստեղ իր պաշտպանությունն է, որտեղ իր ձեռքը չի կարա հասնի ոչ մեկի, եթե մենք հավատարիմ մնանք։ Եվ շարունակությունը ասում է, որ հավատարիմ է իրեն հաստատողին, ասում է, ինչպես Մովսեսն էլ նրա բոլոր տան մեջ, որովհետև նա ավելի փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, որքան որ տնից ավելի պատիվ ունի նրան շինողը, որովհետև ասում է, ամեն տուն մեկից է շինվում, բայց նա որ ամենը արավ Աստված է, եւ Մովսեսը ասում է, հավատարիմ է իր տան մեջ, ինչպես ծառա, այն բոլոր ասելու բաների վկա լինելու համար, բայց Քրիստոսը ասում է, ինչպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք։ Եթե հույսի համարձակությունը եւ պարծանքը միջև վերջ հաստատ բռնենք։ Նրա համար ինչպես Սուրբ Հոգին ասում է այսօր, եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը, ինչպես բարկանալու ժամանակում փորձության օրը անապատի մեջ, ուր որ ձեր հայրերը փորձեցին, քննեցին, տեսան իմ բոլոր գործերը 40 տարի, եւ հետո շարունակում ասում է դրա համար զզվեցի այս ազգից, որ գործերս տեսան, ամեն ինչ տեսան, ասում է, բայց այտենց էլ սրտները չուղեցին, ասում է, ու չճանաչեցին իմ ճանապարհները։ Գիտես ինչ ասում Աստծո խոսքը, ասում է, որ Հիսուսը իր տան վրա հավատարիմ է, իբրև որդի, ասում է, եւ շարունակում ասում է, որի տունը մենք ենք։ Մենք Աստծո տաճար ենք։ Մենք Տիրոջ մարմինն ենք։ Եվ Կորինթացիս թղթում Պողոս ասում է, ով որ Աստծո տաճարը ապականի, Տերն էլ նրան կապականի։ Ոնց կարանք մենք Աստծո տաճարը ապականենք։ Ինչով ենք մենք ապականում Աստծո տաճարը։ Մեր խոսքերով, մեր գործերով, մեր վարքով, մեր պահվածքով, չարություններով, սուտ խոսալով, կեղծավորություններով, ատելություններով։ Ասում է, եթե մեկը ապականի Տիրոջ տաճարը, ասում է, Տերն էլ նրան կապականի։ Գիտեք, Աստված քեզ դրել է հավատարիմ լինելու համար, որ քո միջոցով իր փառքը դրսևորի։ Ոչ թե գործերի միայն միջոցով, որ քեզանով մեծամեծ գործեր երևան, ամեն, բայց որ դու ու ես վարվենք Քրիստոսի նման, ինչպես նա հավատարիմ եղավ իրան հաստատողին, Տիրոջ կամքը կատարելով, նրա խոսքը պահելով, միջև վերջ քայլելով այն ճանապարհով, որը որ Տերը ընտրել էր իր համար։
Եվ այսօր ես ու դու, որպես Քրիստոսի տունը դարձած, նրա մարմինը դարձած, ասում նա հավատարիմ է իմ ու քո հանդեպ, եւ շարունակում ասում է, եթե մենք միջև վերջ, ասում է համարձակությունը եւ հույսի մեր դավանությունը եւ պարծանքը միջև վերջ հաստատ բռնենք։ Այնքան եմ սիրում այս միջև վերջ խոսքը։ Այս միջև վերջ, որտեվ շատերը գնում տենց էլ չեն հասնում միջև վերջին։ Պատճառները շատ են, առիթները շատ կարան լինեն, որ մեզ ճանապարհից շեղեն, ուզենան գցեն, որտեվ սատանան ինքը քնած չի։ Այնպես չի, որ ինքը արդեն ձեռքերը ծալել է եւ քեզանից հույս չունի, ինձանից հույս չունի, նա միջև վերջ ուզում է մեզ գցի Քրիստոսից։ Նա ուզում է միջև վերջ մեզ պոկի Տիրոջ տնից, գիտես ինչի, ոչ թե որ բարություն անի, որ մեր հարցերը լուծի, որ մեր կյանքի վերջնագիրը դնի։ Բայց եթե մենք միջև վերջ որոշումները մեր հաստատ պահենք, եթե միջև վերջ կարենանք մեր անձերը խոնարհացնենք, Աստծո խոսքը ավելի բարձր դնենք, քան մեր զգացմունքները, քան մեր շնչավոր մտածելակերպը, մեր պատկերացումները, քան մեր ցանկությունները, մենք մնանք հավատարիմ այն ժամանակ, անգամ եթե մենք չենք էլ հասկանում ու դա ամբողջությամբ մեր մարմինը ճնշում է, նեղում է, բայց որոշում կայացնենք, միևնույնն է, սենց, բայց մնալու եմ հավատարիմ։ Չեմ խոսա, լեզուս կկծեմ, բերանս կփակեմ, ես ինձ ներսից կգոռամ, իմ դատը Աստծո առաջ կբարձրացնեմ, բայց կմնամ հավատարիմ ու ինձանից ոչ մի թունավոր ջուր չի դուրս գալու։ Եթե մի բան պիտի դուրս գա, ապա Սուրբ Հոգու գետերը իմ ներսից պիտի դուրս գան։ Իմ հարցերս կլուծեմ Աստծո հետ, գիշերը, իմ անկողնու մեջ, իմ սենյակի մեջ, իմ ծածուկ սենյակում, բայց երբեք չեմ բերի եկեղեցի այն դառնությունը, որ ես իմ ներսում կրում եմ։ Երբեք չեմ լցնի ուրիշին, չեմ վարակի ուրիշին այն դառնությամբ, որ ես ունեմ, չեմ գնասեմ, գիտես ինչ, ես մի հատ ներսս, մի հատ ցավ կա, անպայման մեկի հետ պիտի կիսվեմ, ու ուզում եմ քո հետ կիսվեմ։ Իհարկե մենք մարդիկ ենք, որ կարիք ունենք կիսվելու։ Ես եթե կիսվելու բան ունեմ, ու սա շատ կարևոր մի բան է, որը ես զգում եմ, որ իմ ներսում բաներ կա, կիսվում եմ այն մարդու հետ, ով ինձ բժշկության ճանապարհը ցույց կտա։ Երբեք չեմ կիսվում այն մարդու հետ, ով որ իմ կիսվելուց վարակվելու է դրանով, որ չունի այդ կարողությունը ճանապարհ ցույց տալու։ Ես չեմ ուզում կիսվեմ մարդու հետ, իմ սիրտը հովացնեմ, իր սիրտը ծանրացնեմ։ Ես դուրս գամ դրա մեջից, բայց ինքը գնա ու տառապի ու կորի դրա մեջ, որի համար վերջում Աստծուն պիտի պատասխան տամ։ Դրա համար սիրելիս, Աստծո արքայությունը կառուցվում է հավատարիմ սրտերի հիման վրա, որոնք թեկուզ լիքը բան չեն հասկանում, բայց հավատարիմ են անելու այն, ինչ որ իրանց ասում են, եթե պետք է ջուր տանեմ, ջուրը կտանեմ, ջուրը կդնեմ, պետք է մնամ միշտ մաքրեմ, միշտ ծառայեմ, այս գետինը լվամ, կմնամ կլվամ։ Մեկ անգամ, գիտես ես այս բանը երբեք չեմ պատմում ոչ մի տեղ, բացի այն մարդկանցից, որ ինձ հարազատ մարդիկ են գիտեն, երբ որ մենք եկել ենք այս ծառայության մեջ, երիտասարդական պատանեկան ծառայության մեջ, մի միջադեպ եղավ։ Եվ երիտասարդներից մեկը մի բան ասեց ինձ։ Ասեց, այսինքն համարձակ նայեց աչքերիս մեջ, խիզախորեն ու ասեց, դու ինչ հովիվ ես, որ մենք քեզ չենք հարգում։ Ես ասում եմ, ինչի՞ ինչ եմ արել։ Ասում եմ, դու ես գնում ընդեից սեղանը վեկալում, բերում, աթոռը բերում։ Նայեցի, այսքան մարդը դու ես անում էդի։ Ժպտացի, ասի, գիտես, ես իմ հովիվներից ինչ տեսել եմ, այն ես սովորել եմ։ Դու էլ քո ավակներից ինչ տեսել ես, այն ես սովորել։ Ես տեսել եմ իմ հովին, ծառայողներին։ Գիտեք, ես մեր Պետրոսյան Էզիկիա Սիրիայում էի գտնվում մի ամիս։
Ինչքան ասում էի առավոտները ես վեր կենամ մաքրեմ, ես վեր եկեմ տենում էի էդիկը ավլելա, մաքրելա, սրբելա, պոլերը լվացելա, նախաճաշը պատրաստելա, ասում էի վերջ, հաջորդ առավոտ ժամը 4-ին եմ վեր կենալու, բուձելնիկը դնում էի, ես էլ նում էի տենում էի էդիկը ամեն ինչ արելա, ասում էի էդիկ կլնի դու մի բան չանես, ասում էր մուժիկ, վայելի մուժիկ, այսպես խոսում էի, և մի ամիս, ես տեսնում էի, գնում էր մուսուլմանների մոտ, գիտեք ինչ էր անում, նստում էր, կերակրում էր, հոգ էր անում, մտնում էր ընդեղ, որտեղ բոլորն ասում են, չենք ուզում ստե մտնենք։ Գիտես, անհնար է տենց օրինակներ ունենալով ուրիշ ձև մեծանաս։ Դրա համար սիրելիս, ով ինչ օրինակ ունենում է իր առաջ, դրան էլ հետևում։ Բայց փառք Աստծուն, որ ես գիտեմ, որ այս եկեղեցին ճիշտ օրինակ ունի իր առաջ դրած։ Որ այս եկեղեցում հովիվները ոչ թե հրամանատարներ են, որ ասում են միա դու ես արա, այլ հովիվները առաջի կատարողներն են։ Մարդիկ, ովքեր գնում են և զորքը իրանց հետևից։ Դրոմար այնքան կարևոր է, որ մենք պարզապես որոշում կայացնենք։ Սա մի բան է, որը սենց օդից չի գնում մեր ներսում։ Սա մի բան է, որ մենք որոշում ենք կայացնում լինելու այսպես և անցնում ենք մեր մարմնի վրայով, մեր ցանկությունների վրայով, ոչ թե նրա պատճառով, որ քեզ ստիպում են, այլ նրա պատճառով, որ սա հաճելի է Աստծուն։ Եվ Աստված հենց սա է ուզում մեզանից, որ մենք մեր սիրտը կոտրենք, խոնարհացնենք իր առաջ, և Աստծո խոսքները ասում են, որ ես գտնվում եմ կոտրված սրտով մարդկանց մոտ, խոնարհների մոտ, և ասում են, և իմ խոսքից դողացողների մոտ։ Եվ այդ ժամանակ, երբ որ Աստված գալիս է, ես ու դու էլ նույնը չենք մնում։ Մենք փոխվում ենք մեր աչքերի մեջ, որտև տեսնում ենք օրինակ մեր առաջ, նրա ներկայությունը։ Եվ նրա ներկայությունը կպտում է մեզ ու փոխվում է։ Եվ սա այն է, ինչը որ Աստված տեսնում է, գնահատում է, դնում է և իր արքայությունը ավելացնում է, իր արքայությունը ավելացնում է, իր արքայությունը տարածում է։ Գիտեք, այստեղ կան դատարկ աթոռներ։ Ու այս աթոռները դատարկ չեն նրա համար, որ Աստված չի ուզում, որ ստեղ մարդիկ կան։ Ոչ։ Աստված ուզում է, որ այս դահլիճը լիքը լինի և այս դահլիճը շատ շուտով կլցվի։ Եվ միգուցե անցնի ինչ-որ ժամանակ և այս դահլիճը արդեն փոքր է լինի այս քաղաքի համար։ Գիտեք, Աստված ուզում է հավատարիմ մարդիկ բարձրացնի, որ երբ որ այս դահլիճը լցվի, այդ նոր եկած շիվերը ճիշտ մեծանան։ Ես նկատեցի, որ այստեղ ծառները կապ ունեն։ Եվ հովին հարցրեց ես դրված է, որ ուղիղ բարձրին, հով ասեց այո, միջև կհաստանան և ուղիղ կլինեն և այդ թելերը կկտրվի վրաներից։ Գիտեք, ու այնքան նման է, որ երբ որ մարդը ապաշխարում է նոր գալիս է, այնքան կարիք կա, որ դու ազատ լինես, որ այս մարդկանցով հավատարիմ մարդիկ են զբաղվում այդ կապը տալիս, միջև նրանց հաստանան, որ ծուր չի աճի, չի գնա շեղվի, դու ուղիղ տնկում ես և անսումատարներ և տենում ես, մարդս ես ծուր գնացել է, ու հետո էլ չես կարում դզես։ Այնքան կարևոր է, որ Աստված վստահ լինի և տեսնի, և ոչ միայն Աստված, այլ նաև հովիվները, ավագները, որ իրանք լիաթոք սրտանց կարան քո ձեռքերի մեջ նոր եկած մարդու հանձնեն քո պատասխանատվության, քո հոգատարության, քո խնամքի տակ, վստահ լինելով, որ այս մարդը սխալ ձևի չի աճի, չի գնա սխալ, այլ ճիշտ Աստծո խոսքի իման վրա կբարձրանա։ Ու Աստված ուզում է, որ ես ու դու լինենք այդպիսի մարդիկ։ Եվ երբ որ մենք որոշում կայացնենք, ու Աստված տեսնի, որ մենք պահում ենք ու քայլում ենք մեր որոշման մեջ, դու կտեսնես, ոնց են 5 հոգի, 10 հոգի,
50 հոգի, 100 հոգի, սկսում են ավելանալ, սկսում են շատանալ, սկսում են գալ մարդիկ, որտեվ հավատարմությունը ինքը ունի վարձք։ Հավատարմությունը ինքը ունի պատուխ։ Աստծո խոսքն ասում է, շատ են հավատարիմ մարդու օրհնությունները, շատ են։ Դրա համար այն արժեքավոր ու պատվավոր է Տիրոջ ձեռքերի մեջ։